ոչինչ չի արվում։ Խոսքը այս երկակի ստանդարտի մասին։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ենթադրում եմ կարող ենք ավելի կոնկրետ ասել, որ դատավարության հետ կապված է ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած եք նիստերի դահլիճում վստահ եմ հետևել եք, բացարկի հետ կապված դատախազությունը դիրքորոշումը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո նոր դատախազությունը հանդես կգա միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Եվ վստահ եմ, հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ այն հարցին, թե սկզբից բացարկների հարցն է քննարկելու, հետո դատախազության միջնորդությունը, թե ոչ։ Այսինքն ձեր այն հետևությունը, որ դատախազությունը կողմ է որևէ երկակի ստանդարտի, գոնե իմ տեսած դատավարությունում չի հիմնավորվում։ Եթե որևէ այլ օրինակ գիտեք, խնդրում եմ ասեք, մենք ուշադիր կլինենք։ Օրինակները շատ են, կոնկրետ եթե ուզում եք օրինակներից խոսեք, ես դրա համար չկոնկրետացրեցի։ Իհարկե ավելի թարմը այն է, ինչ դուք ասում եք։ Այդտեղ իհարկե շատ ավելի լուրջ ուրիշ խնդիրներ կա այդ դատավարության առումով ու պաշտպանական կողմը ինչ է ասում, ասում է մենք չենք հասկանում ինչ հոդվածով ենք մեղադրվում, որ մի հատ էլ հասկանանք բացարկի միջնորդություն ունենք, թե չունենք դատավորին։ Խոսքը ստեղ դրա մասին չէ միայն։ Կոնկրետ իմ դեպքում եղել է օրինակ Մասիս Մելքոնյան, ով ընտրություններին մասնակցել է հակադիր բևեռում, կոնկրետ ընտրացուցակում ա եղել 14-րդ համարը, կոնկրետ կուսակցության, որը մեր հակադիր բևեռում էր ու սրա հետ կապված դատախազությունը ոչ մի խնդիր չի տեսել, պաշտպանական կողմի ներկայացված բացարկները ոչ մի ազդեցություն չեն ունեցել, դե մակագրումներ հատուկ ամեն կերպ արվել է նույն մարդուն, բայց ես ընդհանուր դիրքորոշում եմ ուզում հասկանալ, որտեղ վաղը մյուս օր էլ կարող է օրինակ մեր գործընկերներից մեկը դատավոր դառնա, արդյոք դատախազությունը նորմալ է համարելու, երբ որ ինչ որ գործով մյուս կողմում գտնվող մարդկանց հետ կապված գործերում իրենք հանդիսանան որպես դատարան։ Խոսքը ավելի խնդրում եմ ընդհանուր։ Շատ լավ։ Պատասխանը պարոն Քոչարյան։ Այո։ Ես ձեր նշած դատավարությունների հետ կապված էլի պետք է ասեմ, որ դատարանը որոշում է կայացրել բացարկի, ինքնաբացարկի վերաբերյալ հարցով, դուք իրավաբան եք ու շատ լավ եք պատկերացնում ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնող սուբյեկտն ով է, եւ շատ լավ եք պատկերացնում ինչ է նշանակում քրեական արդարադատություն, որը կողմերի հավասարություն չի ենթադրում, մրցակցային դատավարություն է, եւ դատախազությունը յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքեր կարող են լինել, իսկ տվյալ դեպքում դատավորի սուբյեկտայնությունը անվերապահ բեկանման հիմքերից մեկն է, շատ աչալուրջ է, որովհետև հետագայում մեղադրանքը կարող է լուրջ ռիսկի ենթարկվել։ Այնպես որ շատ լավ, ես խնդրում եմ խոսությունը դադարեցնեք, պատասխանեք։ Այնպես որ դատախազության ուղղությամբ ձեր երկակի ստանդարտների վերաբերյալ մեղադրանքները չեն բխում հենց նույն դատախազության շահերից։ Դատախազությունը երբևէ թույլ չի տա, որ դատական ակտը անվերապահ բեկանելու որևէ հիմք մնա։ Շատ լավ։ Հետագայի համար։ Շնորհակալություն, Դանիել Յովհաննիսյան։ Իդեպ պարոն Յովհաննիսյան, շնորհակալություն դիտարկման համար նախորդ հարցի հետ կապված, մենք մի փոքր այդ վարչական իրավախախտում քրեական պատասխանատվություն այդ տարեմբռնումը ունեինք եւ կարծում ենք ուսումնասիրություն կանենք այդ կասեցված լիցենզիաների եւ լիցենզիաների վարչական լիցենզիաների բացակայության վերաբերյալ այդ օրենսդրական անհստակությունը շտկելու ուղղությամբ։ Նման շնորհակալություն հայտնեցին ասելու։ Շնորհակալություն։ Նախ մանիպուլյացիա բառը բացարձակ տեղին չէ, որովհետև ամբողջական տեքստերը ձեր տրամադրության տակ է, չգիտեմ կարդացել եք թե չէ միջնորդագիրը, բայց ոչ մի բան կոնտեքստից կտրված չի։ Առաջի տպավորությամբ կարող է նույնիսկ թվա թե չափազանց երկար խոսակցություններ են մեջ բերված, բայց մեջ բերված է հենց այս տեսակ երկխոսությունները կանխելու համար, որ չթվա թե մենք կտրել ենք կոնտեքստից եւ պարոն Սարգսյանը այլ բան էի նկատի ունեցել, մենք այլ բան ենք նկատի ունեցել։ 2025 թվականի մայիսի 2-ի ժամը կեսգիշերն անց 9 րոպեին զրույցը եթե նորից կարդաք, կտեսնեք քաոսի մասին ինչ ձևակերպումներ կան եւ ինչ երկխոսություն է գնում Վազգեն Գալստանյանի եւ Արթուր Սարգսյանի միջեւ։ Եթե դուք ամբողջ
միջնորդագրում մեջբերված երկխոսությունները նայեք, կտեսնեք, որ Արթուր Սարգսյանը անընդհատ քննադատում է Վազգեն Գալստանյանին այն իմաստով, որ այն ինչ որ դու ասում ես, բավարար չի, թույլ է, նորից փորձենք, էս բերենք, այն անենք, այսինքն ամեն նոր քննարկում միտված է կատարելագործելու եւ հաջողությամբ պսակելու այն գործընթացը, որը որ Վազգեն Գալստանյանը պլանավորում է։ Ոչ թե Արթուր Սարգսյանը այստեղ դուք եք մանիպուլյացիա անում, ոչ թե Արթուր Սարգսյանն ասում է, որ չի լինելու։ Արթուր Սարգսյանը քննադատում է ասելով ցույց տալով այդ թույլ կետերը եւ առաջարկելով հետո ինչա պետք անել։ Նույն աստղիկների հետ կապված ես հասկանում եմ, որ դա շատ է ձեզ անհանգստացնում, աստղիկների մասով մենք առանձին այս պահին գործողություններ ենք իրականացնում, որի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ իհարկե կներկայացվեն եւ աստղիկները սարքող անձանց հետ կապված եւ այդ սարքելու հետ կապված կապ ունեցող անձանց մասով եւ թե ինչ որակի պետքա լինեին այդ աստղիկները, որը շատ անհանգստացնում էր Արթուր Սարգսյանին, որովհետեւ նույն ինքը Արթուր Սարգսյանը, եթե ուշադրություն դարձրեցիք, առաջարկում է, որ փորձարկեն եւ աստղիկները վստահ լինի, որ աշխատում են։ Եվ հետո նույն Արթուր Սարգսյանը ինքն է ասում, թե ոնց անեն, որ այդ Ֆորդը, որից որ այդ աստղիկները պիտի թափեն փողոցի երթևեկելի մասին, չֆիքսվի։ Ինչ դնեն, որ ձեռքը չերևա այն անձի, որը որ թափում է այդ աստղիկները։ Այս բոլոր գործողությունները վկայում են նրա մասին, որ ոչ թե Արթուր Սարգսյանը առաջարկել է ասել է եկեք չանենք, այլ ընդհակառակը իր բոլոր գործողություններով, պլանավորումներով, մտքերով, առաջարկություններով ինքը կատարելագործել է այն ծրագիրը, որը որ ներկայացնում է Բագրատ Գալստանյանը։ Ենթադրվում է, որ Գալստանյանը չի կարող այնքան փորձառություն ունենալ, ինչքան քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը տարիներ շարունակ, եւ բնականաբար տպավորություն էլ է ստեղծում, որ ինքը անընդհատ կարծես քննադատում է։ Իսկ աստղիկների հետ կապված լրացուցիչ գործողություններ են կատարվում այս պահին, որոնց չխանգարելու համար ոչ մի բան էս ամբիոնից չեմ հնչեցնելու, կան անձինք, որոնք որոշակի կասկածյալների շրջանակի մեջ են եւ ապագայում այդ անձանց վերաբերյալ տվյալները եւս հասանելի կլինեն։ Արձագանք։ Ես ճիշտ հասկացա, չէ, որ որևէ աստղիկ չի հայտնաբերվել։ Սա ֆիքս ենք այս փուլում հիմա։ Դեռևս, այո։ Դեռևս չի հրապարակվել, պարոն Քոչարյան։ Տեսեք, մանիպուլացնել ասելով ինչի մասն է խոսքը, ոչ միայն միջնորդության, այլ ընդհանուր նաև այն ֆոնը, որը ստեղծվել է սկզբից, այն վիդեոները YouTube-ում, որ դրվել է իմիջիայլոց հետո Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հենց համեմատություններն ա դրել այդ ներկայացված հանրությանը հրամցված տեքստերի ու ձեր միջնորդության տարբերությունները։ Այս ամբողջության մեջ է խոսքը գնում մանիպուլացնելու ավելի մեր ժողովրդի զգայականների վրա ասենց ավելի բան աշխատելու։ Խոսքը սրա մասին է գնում։ Աստղիկների մասով ասցիք ու նաև չասցիք այդ զինված խմբավորում ձևավորելու հետ կապված։ Որևէ տեղ կա, որտեղ խոսք է գնում զինված խմբավորումներ ձևավորելու հետ կապված։ Գիտեք, ընդհանուր ես հասկանում եմ, որ այս ամեն ինչի հետ կապված կարող են հարցեր առաջանալ ընդհանուր կոնտեքստում եւ միգուցե օբյեկտիվորեն, բայց այս գործողությունները բերել, տանել ու դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած իրականությունից շատ կտրված է։ Շատ լավ։ Խոզարկությունների արդյունքում ուղղակի ժամանակը ինձ չի ների, որ ես թվարկեմ, բայց եզրափակչում հաթաթ կկարդամ, թե որտեղից ինչ տեսակի օրինական կամ ապօրինի զենք ու զինամթերք է դուրս բերվել եւ զինված խմբի արկայության մասին դուք իրավաբան եք, գիտեք։ Եթե խումբը գործում է մեկ միասնական դիտավորությամբ եւ խումբը գիտի, որ խմբի անդամներից թեկուզ մեկը ունի զենք, զենքը վերագրելի է ամբողջ խմբին։ Մեզ դա սովորացնում են համալսարանում 3-րդ կուրսում։ Եվ այստեղ էլ մենք ունենք իրավիճակ, երբ մարդիկ կայուն կապերի մեջ են, գիտեն միմյանց գործողությունների մասին եւ վստահաբար տեղեկացված են նաեւ թե ով ինչ է անում։ Եզրափակիչին անպայման կկարդամ հաթաթ, թե ում բնակարանից ինչ է դուրս բերվել, այդ թվում այդ մետաղյա կեռիկների հետ կապված, իսկ աստղիկների մասով ոչ թե դեռևս չի հայտնաբերվել, այլ դրանց վերաբերյալ հրապարակում դեռևս չկա, որովհետեւ ստուգողական գործողություններ են իրականացվում։ Ենթադրում ենք, որ մի քանի անձաններ գրավված եղել գործընթացին,